Բարև, ետքը ինչ պիտի բադահի։ Եկեղեցվո հափշտակությունը երկու բան պիտի ընե։ Առաջին, վերջ պիտի տնե շնորհքի շրջանին, որ մենք հիմա գաբրինք, այսօր մենք Քրիստոսի անվան համար կգանչենք մարդիկ, ուր Եբրայեցիս 2:10 գսե, շատ որդիներ փառքը մտնելու համար, Աստված հիմա կգադարե այս հրաշալի գործը։ Նաև երկրորդ, սկիզբը պիտի ելա Դիրոջ օրվան, երբ եկեղեցին մեկնի երկրեն, մեծ նորությունը պիտի սկսի։ Հափշտակությունը կփակե հանքրվանը եւ կփանա ուրիշ հանքրվանը։ Սակայն քրիստոնյաները պետք չեն եղվին ասոր համար։ Մենք այստեղ պիտի չի ելանք։ Եկեղեցին չի պատկանիր աբակային եղող այս ողբերգական շրջանին։ Մենք կպատկանենք շնորհքի խավին, ուր գաբրինք այսօր։ Մենք տագավին պետք է արթուն եւ սկաց տլանք, նկատի ունենալով Քրիստոսի կալուստը։ Մեր գործն է խոսքը հասցնել, անոր որ պիտի դառնա Քրիստոսի։ Ըրեզայն այսօր։ Ինչ է իրականության մեջ դերոջ օրը։ Ինչ որ առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ համարը կնկարագրե, որպես դերոջ օրը, հայտնի բան մներ 5 դագարանին մեջ։ Ան կսկսի մեծ նեղութենեն եւ գանցնի Քրիստոսի հազարամյա թագավորության ընդմեջեն երկրի վրա։ Աստված մեզի չի նշանակեց փառության օրվան, մեծ նեղության համար։ Այս պիտի ելա Թադաստանի ժամանակ, որ Քրիստոս արդեն գրեց մեզի համար խաչին վրա։ Դեր Հիսուս չի կար քողի պես, քիշերը, եկեղեցին համար, ոչ։ Եկեղեցին ուրախությամբ եւ մեծ ակնկալությամբ կսպասե դերոջ կալուստին։ Մենք անհամբեր կսպասենք այդ օրհնյալ հույսին եւ մեր հզոր Աստծո եւ փրկչին փառավոր հայտնության։ Մենք անհամբեր կսպասենք Հիսուսի մեր օրհնյալ հույսին, որ հայտնվի որևէ վարյան։ Դու չես կրնար փնտրել կամ սպասել կողմը եւ վստահ չես սպասել զինք ուրախությամբ։ Դեր Հիսուս քողի պես աշխարհ գուկա եկեղեցին հափշտակութենեն յետք։ Դերոջ այդ սկաստ սպառնալիք օրը ան հանգարձակի պիտի կա երգիր զայն թադելու համար։ Այդ մասին ավելի մի տեսնենք Թեսաղոնիկեցիներուն հաջորդ նամակին մեջ։ Բողոս գավարդե իր նամակը դեսակ մը ընտանեկան զրույցի մը պես հրահանգներ դալով, որ հավատացյալները պետք է բահեն, մինչ կշարունակեն սպասել Հիսուս Քրիստոսի վերադարձը։ Ասոնք կորձնական հրահանգներ են, որոնք նախադեсված են ասելու մեր կյանքի զանազան մարզերում վրա։ Դան մեջ, գրասենյակին մեջ, դպրոցին մեջ, ուր որալ մեզ գանչեն կալելու։ Հետևյալներն են առաջին Թեսաղոնիկեցիս 5:12-28 համարները։ Հավատքի մեջ զիրար կաչալերել։ Խմբային աշխատանք, բաժնեկցիլ Աստծո խոսքը իրար հետ։ Հարկե անոնց, որոնք կուսուցանեն Աստծո խոսքը, գնահատես անոնք քեզի հավատքիդ մեջ առաջնորդելու համար։ Հարկե իշխանություն ունեցողներուն։ Սկսուշացուր անոնց, որոնք կշեղին։ Վտանգավոր է ընել քո անձնական գործդ, քան թե ինչ որ Աստված գուզե ընես։ Ոմանք պետք ունին, որ իրենց ասես, ես ներկա եմ քեզի համար եւ գաղութեմ քեզի համար։ Ուրիշներն չեն գրնար շարունակել հետևիլ, որով անոնք դագավին հոգևոր մանուկներ են, օգնես անոնք, նաև գրես անոնք։ Հոգադար եղիր մարդոց անհատական գարիքներու նկատմամբ, մի փարգանակ իրար վրա։ Փարություն ըրե անոնց, որոնք քեզի չարիք կնեն։ Եթե դու Աստծո գվատկանիս, պետք չէ փարգացոտ խոժոր թեմք ունենաս։ Խնդրե Աստծմե, որ ուրախություն տնե քո սրդիդ մեջ եւ ան պիտի տնե։ Միշտ աղոթեցեք։ Շնորհակալություն հայտնե բոլոր բարականերուն մեջ։ Լսե Աստծո հոգին, մի մարեր ինչ որ անգնե քու մեջդ։ Անդարբեր մի ըլլար Աստծո խոսքին նկատմամբ։ Ամեն բան մի ընդունիր, որբեսի չմոլորվիս։ Քննե որևէ բանի, որուն կգարչիս։ Եթե որևէ բանի մեջ հարցում ունիս, թե այդ ճիշտ է կամ սխալ, ուրեմն հավանաբար այդ սխալ է քեզի համար։ Հասունության մեջ աջիր այս մարզերուն մեջ մանուկներու պես մի մնար Քրիստոսի փագած։
Աղոթե անոնց համար, որոնք քեզի Աստվածաշունչը գսորվեցնեն։ Բարևեցեք իրար չերմորեն եւ սիրով։ Պողոս կավարտե այս առաջին թուղթը հիշեցնելով, թե ինչն է, որ մեզ կհաստատե եւ կբահե մեր Տեր Հիսուս Քրիստոսին շնորհքը ցեզի հետ լա, ամեն 28-րդ համար։ Եվ մենք կաղոթենք նաեւ ցեզի համար, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ցեզի հետ լա այսօր եւ ընդմիշտ, ամեն։